Բարի առավոտ, էլի բարեկամներ, բարի լույս, բարդ տիրոջը եւ սա միայն տիրոջ շնորհքն է, որ կարողանում ենք կապ հաստատել իրար հետ հեռուներով, մոտիկներով, որ նրանք ովքեր հեռու են ապրում, ովքեր մոտիկ են, բայց մեզ ինտերնետը թույլ է տալիս, որ հավաքվենք միասին ամեն առավոտյան եւ խորհենք Աստծո խոսքի շուրջ։ Իսկ այսօր մեզ է միացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից Գլենդելի կյանք եւ լույս եկեղեցու հովիվը մեր սիրելի Արսեն Մեսրոպյան եղբայրը բավական երկար ժամանակ այսպես չենք կարողանում քեզ հետ միանալ եղբայրս գիտենք որ շատ զբաղված էիր բայց բարդ իրոք այսօր ստացվեց մեզ մոտ Արսեն եղբայր շատ շնորհակալ ենք որ միացար մեզ եւ ուրախ ենք որ այսօր լսելու ենք Տիրոջ խոսքը քո միջոցով Տեր օրհնի Աբրահամ ջան ես էլ եմ ուրախ Քեզ հետ միասին այս հարթակի մեջ Տիրոջ խոսքը բաժնեկցել ու աղոթք կսա որ Աստված օգտագործի Աստված այն սրտերը ովքեր հետևում են իրապես հաստատվեն, քաջալերվեն, որտեղ պետքա զգուշանան, որտեղ պետքա քաջալերվեն եւ հաղթական այս երկրավոր ընթացքի մեջ Տիրոջը ապավինեն, որովհետեւ նա ով իր բարի գործը մեր մեջ սկսել է հավատում եմ որ պետքա մինչեւ վերջի օրը կատարի ու նրա բոլոր գործերը կատարյալ Մի հատ ուղակի ուղղության կարգով ես Բրբանկ քաղաքի մեջ եմ Աբրահամ ջան Գլենդելու Բրբանկ Facebook-ի պատին գրել եմ Գլենդել բայց հետո կփոխեմ ոչինչ մոռացել եմ Բրբանկ քաղաքի մեջ ոչինչ Գիրջան Տեր օրհնի ձեզ ելներ ջան նորից մեծ պատիվ ուրախություն այնց համար եղբորս հետ միասին ծառայել ձեզ Եվ աղոթք կսա, որ Աստված օգտագործի այս պահը եւ ամեն մեկի սրտին կպնի, զորացնի, հաստատի եւ ամեն մեկիս տա կարողություն, որպեսզի արժանավայել մեր երկրավոր ընթացքը թե կատարենք եւ թե արժանի եղնենք Տիրոջ արչեւ կայնելու, իր փառավոր հատուցումը ստանալու։ Ամեն։ Այսօրվա իմ սրտի խոսքը, որ պատրաստվել եմ կոչել եմ սպասիր Տիրոջը կամ Տիրոջը սպասելու կարևորությունը Արսեն եղբայր միջև սկսես ուզում եմ դու քո միջոցով մեր քույր եղբայրները լսեն ովքեր միացել են որ շատ կարևոր է կիսվել այս եթերը իրենց ընկերների հետ Այո, չմոռանամ հիշեցնել եւ խնդրանքի կարգով ամեն մեկին ուղղակի խնդրել Տիրոջմով, որ եթե դուք օրհնվել եք եւ իրապես շինություն եք ստանում այս ծառայություններից, ոչ միայն հավանությունը լավ է, շնորհակալ ենք դրա համար, բայց կիսեք ձեր էջերի մեջ Ամեն Կիսեք եւ առիթ տվեք ուրիշ մարդկանց նորից նայելու, տեսնելու խոսքի օրինակ հիմա մի հատ կիսել է իմ էջի մեջ հազարավոր մարդկանց այդ հնարավորությունն եմ տալիս որպեսզի նայեն եւ օրհնվեն որևէ մի հատ միտք ու ճշմարտություն վերցնի հավատում ենք դա կօգնի իրան որ իր կյանքը փոխվի եւ իր կյանքի մեջ Աստծո միջամտություն ու աջակցությունը տեսնի դրա համար խնդրում եմ ձեզ пассив մեկ եղնի ակտիվ եղեք Ամեն ակտիվ եղեք ավետարանի գործի մեջ Աստծո խոսքի տարածման մեջ թող Տեր Աստված օրհնի ձեզ պահի ձեզ եւ զորացնի ձեզ Ամեն Լսում ենք քեզ եղբայրս սիրով Անցնեմ պատգամին, քաղցրներ ջան։ Ուրեմն Տիրոջը սպասելու կարևորությունը սա մի հատ հետաքրքիր աստվածապաշտի բնավորության գիծ է, որ ամեն մարդ պետք է իր կյանքի մեջ սա թե բացահայտած եղնի եւ թե Աստծո հետ էլ անկեղծ եղնի։ Գիտեք, Աստծուն սпасելը մի հատ կարևորագույն մաս է ամեն մեկիս կյանքի մեջ, որովհետև Աստծո հետ քայլող ամեն մարդ գիտի, որ կա ակտիվ ժամանակներ, որտեղ Աստծո հոգին ակտիվ գործում է եւ մեզ պետք է իր հետ ուղակի հնազանդությամբ շարժվել եւ կատարել այն ամեն ինչ որ Տերը մեզ առաջնորդում է եւ կա ժամանակներ, որտեղ Աստված ուզում է որ մենք սովորենք սպասենք իրան, որովհետև ինչպես ժողովող գիրքն ասում, երկնքի տակ եղող ամեն ինչին իր ժամը կա, ամեն ինչին, իր պահը, իր հնարավորությունը եւ իր ժամը յուրովի եմ ուզում ընդգծեմ, դրա համար Հավատում եմ Աստվածապաշտ մարդը պետքա սովորի կամ վարժեցնի իրան Աստծուց առաջ չընկնի, պետքա սովորի քայլել Աստծո հետ եւ վստահել Աստծուն, պիտի սովորի, երբ
որ ասում է Տեր Աստված, ես լիովին կախված եմ քեզանից, իմ ամբողջ սպասումը քեզանից է, դա եղնի իրականություն եւ ճշմարտություն։ Դա չեղնի ուղակի արտաքնապես Աստվածապաշտի, ասենք տենց տեսք տվող կամ ինչ որ տպավորություն թողնող, դա պետք է եղնի սրտի վիճակ։ Ու հետաքրքիր է, որ Աստված գիտի, գիտեք, երբ որ մենք ասում ենք Տեր, ես լիովին կախված եմ քեզանից ու սպասում եմ քեզ, Աստված գիտի դա։ Ու աղոթում եմ, որ իրապես Աստված մեր բոլորի սրտերը զգայուն անի եւ Աստծո հետ էլ քայլելու պատրաստ անի։ Ինչպես ասեցի, ժամանակ կա ակտիվ է, ամեն ինչ գործում է, քեզ պետք է ուղղակի հանձնվես ու ի վիճակի եղնես իրականացնես այն ամենը, ինչ որ Տերը քեզ ասել է, ժամանակ կա, որ զգում ես, չէ, пассив է, օրինակ նույն 3 տարի ու կես աշակերտող Քրիստոս ասավ Երուսաղեմից չհեռանաք, Երուսաղեմում սպասեք, մինչև վերից զորություն կառնեք։ Ու չասավ քանի օր պետք է սպասեն։ Հետաքրքիր է, գիտես, չասավ, տղեկ, 10 օր պետք է օրինակ սպասեք, 10 օր անդադար պետք է աղոթք անեք։ Ոչ մի ժամանակ չի ասել, ոչ մի։ Հասկանում ես, ու հետաքրքիր է, որ իր հարությունից հետո, չէ, Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին իջավ ու Տերը իր այցելությունը արավ ժողովրդին։ Այստեղից իմ հետևությունն է, որ ժամանակ կա ակտիվ է Աստծո հետ քայլելը, այո եւ ամեն, ժամանակ կա Աստված սпасել է ուզում, ժամանակ կա ուզում է, որ մենք սովորենք իր հետ քայլենք։ Մարդու սրտի մեջ է դիտավորություններ կան, ասում առակած գիրքը, բայց արդյունավետ է նա, ինչ որ տեղի ունենում Աստծո միջամտությամբ եւ առաջնորդությամբ։ Տեր Աստված օգնի մեզ, սովորեցնում մեզ։ Հիմա այսօրվա մեր վերլուծության մեջ կամ այսօրվա մեր հարթակում ուզում եմ քննարկեմ մի քանի կարևոր մասեր, թե ինչ սուր անկյուններ կան չսպասելու մեջ, ինչքան վտանգավոր բաներ կան, երբ որ մարդը ի վիճակի չի սպասել Տիրոջը։ Հասկանում եք։ Խոսքի օրինակ Աստծո գերբնական միջամտությունը տեսած ժողովուրդ մոտ 3 միլիոն քանակությամբ տեսան Տիրոջ բացահայտ միջամտությունը, ներգործությունը, 10 հարվածներ Եգիպտոսի վրա, նրանք կարողացան զատկվա գարվան, վերջապես զոհաբերության եւ արունը դրանդիկներին քսելով ապրեն Աստծո ծածկոցը, պաշտպանությունը, որ ոչ մի Եգիպտոսի հարված իրանց տանը չմոտեցավ։ Եվ նույն ժողովուրդը կարողացան դուրս գան Եգիպտոսից նորից Աստծո օգնության, անցան Կարմիր ծովով, որը արդեն մեծ հրաշք է, մտնեն անապատ, անապատի մեջ կարողանան ապրեն թե լորերի վերջապես կերակրելով եւ թե մանանայի ապահովությամբ իրանց կյանքի մեջ ամեն օր վրանից դուրս գան, իրանց բաժին մանանան հավաքեն, բայց մեկ էլ տեսնում ենք 32-րդ գլուխ առաջի խոսքում, որ երբ որ Մովսեսը բարձրացավ Սարը, որովհետեւ Տերն ասավ արի ինձ մոտ, ու այնտեղ ուշացավ ինքը, ուշացավ։ Եվ հետաքրքիրը գիտեք ինչն է, որ երբ որ մի քիչ ուշացավ, ժողովուրդը մոտեցան ու ժողովուրդը ասացին, որ լսի, մեզ համար մի հատ Աստված սարքի, որ մեր առաջից գնա, որովհետև Մովսեսը որ մեզ հանեց, չկա։ Եվ ժողովուրդը տեսավ, որ Մովսեսը ուշացավ։ Իրանց առաջնորդը, ով սկսել է այդ շարժը, ով սկսել է այդ ծառայությունը, մի քիչ ուշացավ։ Եվ այստեղից ուզում եմ առաջի խնդրանքը, որ քեզ խնդրեմ, երբեմն այդ սպասման ժամանակ մեր հին մարդը շարունակում է մնալ հին մարդ, մեր հին սովորությունները շարունակում են մնալ հին սովորություններ եւ այդ ամենը մեր կյանքի մեջ են։ Եվ առաջի բանը, որ ուզում եմ քեզ խնդրեմ, Աստծուն սпасելու ժամանակ թույլ չտաս, որ քո հին սովորությունները, քո հին հարցերի լուծման ձևերը գլուխ բարձրացնեն։ Եվ քեզ նորից կարողանան տանեն այդ խորը անդունդը, խորը գերությունը, խորը խաբեությունը եւ սատանայի ստրկությունը, զգուշ մնա, ոչ մեկ երաշխիք չունի, որ իր կյանքի մեջ սա չի եղնի։ Մեր վերստին ծնված օրվանից մեր մեջ մենք ունենք հին մարդ իր հին սովորություններով, հին մտածելակերպով, հին հարցերի լուծման ձևերով, ու սա մեր մեջ է, սիրելիներ ջան, սա մեր հետ է։ Եվ ասեմ քեզ, երբ որ հոգու ակտիվությունը կա, շատ լավ է, հիանալի է, վազես եկեղեցի աղոթքի մեջ եղնես, ավետարանչական ծառայությունների մեջ եղնես, այս երուզերը, այս վազքը շատ լավ է, շատ հիանալի է, բայց ժամանակ է գալի, որ
Պետքա հիմա սպասենք, պետքա մասնակցենք աղոթքաժողովների ու այդ աղոթքաժողովների մեծամասնությունն էլ պետքա անցնի Տիրոջը սպասելու մեջ։ Ինչպես Դավիթն ասում, սպասելով սպասեցի Տիրոջը, որ ծռվեց դեպի ինձ ու ինձ տղմալից փոսից հանեց։ Մի րոպե, թագավոր մարդ է, բայց հայտնվել է տղմալից փոսի մեջ։ Իր հարցի լուծումը որտեղ է? Տիրոջ մեջ է։ Երբ է լուծվում, երբ որ ինքը սովորում է սպասի Տիրոջը, երբ որ ինքը չի ստանձնում իր վրա որևէ մարդկային վերջապես իշխանություն կամ իրավունք, որ այս ձև պետքա լուծեմ այս հարցը։ Թագավոր է, գիտեք, հեշտ չի, թագավոր եղնելով ձեռի տակ լեցուն հնարավորություններ ու լեցուն վերջապես կարգադրություններ ունենալով դու կարողանաս ասել սպասելով սպասեցի Տիրոջը։ Մի եղբայր Սպասեցի Տիրոջը։ Մի եղբայր շատ լավ բան ասեց, ճիշտ թեմայի մեջ է, ասեց, որ քարոզի ժամանակ ասեց, որ Հիսուսը 30 տարի ապրեց, 3 տարի գործեց, 30 տարի սպասեց 3 տարվա համար։ Ասում եմ, մենք ուզում ենք 3 տարի սպասենք, 30 տարի գործենք։ 100%։ Մի աննորմալ բաներ է, որը իհարկե շատ ցավալի է։ Եվ ասեմ քեզ, այս Տիրոջը սպասելու ժամանակ վտանգավոր բան է, երբ որ ցուցաբերվում է անզգուշություն, ցուցաբերվում է անզգայունություն, ցուցաբերվում է մարդկային ինչ-որ բաներ ստանձնելու, հասկանում ես, վտանգ։ Օրինակ, երբ որ ես գալիս եմ Միացյալ Նահանգներ, գալուց առաջ Տերը խոսք ասավ ինձ հետևյալ խոսքերով, որ որդիս ես քեզ տանում եմ մի տեղ, որտեղ սխալվելը շատ հեշտ է։ Քեզ հիմիկվանից զգուշացնում եմ, զգուշ մնա, որ ինձ մեջք չանես, չդառնաս ինքնուրույն ինքնագլուխ ինքնավար, ինձ մեջք չանես։ Ու ես գալով այստեղ հասկանում եմ, որ դա ակտուալ պրոբլեմ է, որովհետև դու այստեղ ունես հարցեր, ունես խնդիրներ, դու պետքա եւ աշխատես, եւ պետքա ծառայես, ու ասեմ քեզ, դու պիտի կարողանաս պահես քո կախվածությունը Աստծուց, ոչ թե բերանացի, դու պետքա կարողանաս պահել քո սրտիդ մեջ, դա սրտի վիճակ է, Տեր ամեն բան կախված է քեզանից։ Ու շատ քաջալերական է, սիրելի քույրեր, եղբայրներ, ովքեր հետևում են, ասեմ ձեզ, ամեն բան հնարավոր է Աստծուն եւ ամեն բան հնարավոր է նրան, ով կհավատա Աստծուն։ Վստահի Աստծուն, համբերի եւ վստահ եղի, որ ուշացված պատասխանները խոսում են դրա մեծության մասին։ Վստահի Տիրոջը։ Մովսեսը իջավ եւ Մովսեսը իր հետ բերեց Աստծո կարգ ու կանոն, Աստծո ավելի վերջապես կարգավորող 10 պատվիրանները, որ մարդկանց պիտի պահեր հավաք։ Եվ սրա համար ուզում եմ քեզ խնդրեմ, շարունակի վստահել ու շարունակի սպասել Տիրոջը։ Երկրորդը, որ այս մեր ուսումնասիրության մեջ նկատելի է շատ եւ նորից շատ տպավորիչ է ու շատ նորից ազդեցիկ, առաջի թագավորը Իսրայելի մեջ, երբ որ ձեռնադրվեց եւ վերջապես ճանաչվեց որպես թագավոր Սավուղը, հիշում եք, Էշեր մանգալու ժամանակ Սամվելը գտավ իրան եւ Աստված ասավ օծի իրան որպես թագավոր։ Եվ հիմա օծված թագավոր նա Սամվելից խոսք է ստանում, որ սպասի կգամ ու մենք իրար հետ զոհ կանենք։ Զոհ կանենք այն ժամանակ, երբ որ թշնամին շրջապատել է։ Թշնամին շրջապատել է, ինքը հասկանում է, որ ինքը լուրջ վտանգի առաջ է, բայց ինքը լա դեռ Տիրոջը չի հարցրել։ Եվ Տիրոջը հարցնելու համար պետքա զոհարվի, պետքա մարգարեական ձայն եւ վերջապես առաջնորդություն եղնի։ Եվ Սուրբ Գիրքը ասում է Սամվելն ասավ, ես 7 օր հետո կգամ, մենք իրար հետ զոհ կանանք եւ ես քեզ կասեմ դու ինչ անես։ 7 օր հետո Սավուղը 7 օր սպասեց, 7-րդ օրը չսպասեց։ Ու երբ որ 7-րդ օրը տեսավ Սամվելը ուշանում է, մարդկայնորեն շուտ ասավ, բերեք ինձ մոտ այդ զոհաբերության վերջապես զոհին, մենք իրար հետ պետքա զոհ անենք, հենց զոհը դրեցին զոհասեղանին, Սամվելը մոտեցավ ու դա առաջի թագավորած 13-րդ գլուխ, 14-15-րդ գլուխների մեջ գրված պատմությունը, խնդրեմ ուշադիր կարդացեք, ու Սամվելը ասավ, Սավուղ, ես ինչ արեցի, դե ասավ, տեսա որ դու ուշանում ես։ Եվ ժողովուրդն էլ իմ մոտից ցրվում են, ես էլ դրա համար ստիպված էի։ Ու Սամվելը հետաքրքիր բան ասավ, Սավուղ, դու հիմարություն արիր, որ չսպասիր Տիրոջը, Տերը քո թագավորությունը կհաստատեր, բայց հիմա Աստված քեզանից առնելու է ու տալու է ուրիշին, ասեմ ավելին, քո արածդ հավասարազոր է կռապաշտության, կախարդության, կամակորության։
մի րոպե Սիրներ ջան, սա սարսափելի բան է, սարսափելի բան, մարդկայինորեն ստանձնես իշխանություն քո ձեռքերի մեջ, որը որ Աստծո իրավունքով պետք է եղնի միմիայն, ավելի պարզացնեմ միտքս, դու օծված ես որպես թագավոր, դու օծված չես որպես քահանա, դու քահանայական ծառայության կանչված չես, քո ծառայությունը թագավորականն է, դու պետք է համախմբես Իսրայելի 12 ցեղերին եւ դու պետք է առաջնորդես որպես թագավոր, որովհետեւ ժողովուրդը այդ ձև է ուզել։ Բայց քահանայությունը եւ Աստծո խոսքի ծառայությունը դա պետք է անի կամ մարգարեն կամ ղևտացին։ Եվ այստեղ դուրս չգաս քո սահմաններից, քո թշնամին սնայպեր արենակ խփի քեզ։ Ավելին ասեմ քեզ։ Գիտակցաբար Աստծուն անհնազանդություն մի ցույց տուր, որովհետեւ անհնազանդությունը ունի իր մեջ 4 սարսափելի մեղք՝ կամակորություն, կռապաշտություն, կախարդություն եւ խնդրեմ անհավատություն։ Եվ սա սարսափելի է, սիրելիներ ջան, սարսափելի, որ մարդը չի տեսնում, որ իր անհնազանդությամբ ինքը կարա դուր բացի։ Իր անհնազանդությամբ եւ իր Աստծուն չսպասելով ինքը կարա դուրս գա իր կանչվածությունից եւ մտնի ինքնակոչ ծառայության մեջ։ Ցավալի է, բայց փաստ է, այս օրերի մեջ այնքան մարդ կա, որ իր տեղը չի, այնքան մարդ կա, որ մտել է մի ծառայության մեջ, որին Աստված իրան չի կանչել, որին Աստված չի դրել։ Եվ ուզում են, որ փոփոխություններ, ուզում են օրհնություններ, բայց դա չի կարա տեղի ունենա, որովհետև ընդ որտեղ Աստված չի կանչել, այնտեղ Աստված ոչ մեկին օծություն ու օրհնություն չի տա։ Դա մարդկային մի բան է, որը ճունի իր մեջ Աստծո լիազորությունը եւ օրհնությունը։ Ուզում եմ քեզ խնդրեմ, զգուշ մնա ինքնակոչ ծառայություններից, զգուշ մնա ինքնակոչ բաներ ինքդ քեզ թույլ տալուց, զգուշ մնա, սա վտանգավոր է։ Շարունակի սпасել Տիրոջը, դա բարի է։ Նա ինչ որ խոստացել է անելու է։ Քո մեջ իր բարի գործը սկսած Քրիստոս մինչև վերջ էլ կատարելու է։ Տերը թող օրհնի քեզ, Տերը թող հաստատուն անի, Տերը թող պահի քեզ։ Երրորդ միտքը։ Մենք ամեն մեկս Աստծուն սпасելու ընթացքի մեջ առնչվում ենք կամա թե ակամա մի բառով ասած մեր հայերեն բառապաշարի մեջ անհամբերությունից։ Այսինքն էլ վիճակի չեմ համբերեմ, էլ չունեմ համբերություն, հասկանում եք, բայց համբերությունը բոլորիս է պետք, Եբրայեցիս 10:36-37-ի մեջ ասում է պետք է ձեզ համբերություն, որպեսզի Աստծո կամքը կատարելով հասնեք խոստմանը, պետք է համբերություն, բոլորիս պետք է համբերություն, առանց համբերելու դա հնարավոր չի, օրինակ վառ օրինակ Աբրահամը ուներ խոստում, որ պետք է Իրանից ծնվի երեխա, սպասեց եւ մեկ էլ մի օր չսպասեց։ Ասավ, դե ինչքան սպասեմ, Սարային ինչքան կարելի է սպասել, լա խնդրեմ հարճի մոտ մտավ եւ ծնվեց Իսմայելը, որը մինչեւ օրս դարդու խնդրեմ է քրիստոնյաների համար։ Հասկանում ես, ինչի արդյունքն է, նորից անհամբերության արդյունքը։ Աստված հետաքրքիր է, Իսմայելի անունը դրեց վայրի էշ։ Հասկանում ես, այդ մարդկային անհամբերությունից ծնվածները դրանք վայրի են, դրան էշի պես վերջապես մի արարած ոնց որ եղնեն ու անօգուտ եւ ազդեցություն չունեցող, հասկանում ես։ Ես հավատում եմ Աստված ամեն մեկիս համար ունի մեծ ծրագիր եւ մեր իրան սпасելը շատ կարեւոր է։ Շատ կարևոր եւ ամեն մեկս պիտի սովորենք մեր Աստվածպաշտության մեջ սпасելու Տիրոջը արժանավայել ձևով։ Տեր, մենք քո կարիքդ ունենք։ Տեր Աստված, խնդրում եմ, որ դու օգնես, որպեսզի մենք ամեն մեկս թե կարողանանք հասկանալ, օրինակ, տեսեք ինչ սիրուն է Ամբակումի մարգարեության 2-րդ գլուխ 2-րդ խոսքի ու 3-րդ խոսքի տարբերությունը։ Ասում է Տերը ինձ պատասխանեց ու ասավ տեսիլքը գրի տախտակի վրա հայտնի նշանակի, որովհետև որպեսզի կարդացողը հասկանա ու իմանա, քանզի տեսիլքը որոշված ժամանակի համար է, բայց դեպի վախճանը կարտորա եւ սուտ չի խոսա, եթե ուշանա էլ սպասի նրան, անշուշտ պիտի գա ու հետ պետքա չմնա, շատ ազդեցիկ բան, առաջինը, Աստված մի բան ասում, դա ամեն մեկիս պարտնա գրենք ու ֆիքսենք մեր մոտ, որ այդ ասածը Աստված ունի որոշած ժամանակ, երկրորդը, այդ որոշված ժամանակին սպասելը ամեն մեկիս պարտքն է, ամեն մեկիս պատասխանատվություն, կթվա թե սպասելու ընթացքի մեջ ուշանում է,
բայց երբեք չի ձգձգի, հիշի։ Կամ կթվա թե ձգձգում է, բայց երբեք չի ուշանա, կկատարվի այնպես, ինչպես Տերը ասել է։ Օրինակ Հովսեփին համոզված եմ ինչն էր պահում փոսի մեջ, երբ որ աղբերները գցեցին փոսը, իր երազները, իր տեսիլքները։ Ինչն էր պահում բանտի մեջ, իր երազները, իր տեսիլքները։ Ինչն էր պահում, երբ որ զրպարտանք հանդիպեց, իր երազները, իր տեսիլքները։ Այն ինչ որ Աստված քեզ ասել է, քուրս ու եղբայրս, ուզում եմ հիշես ու չմոռանաս, 100% եղնելու է Աստված Աստծո ամեն մի խոսք Աստծո կամքը կատարելու է եւ Մարգարեն ասում է Տիրոջ խոսքը Աստծուն դատարկ պետքա հետ չդառնա, հապա ամբողջ կամքը պետքա կատարի, ինչի համար Աստված այդ խոսքը արձակել է։ Դրա համար մեր պարտքն է Աստծուց խոսք առած ժամանակ կարողանանք կարճել, կարողանանք վստահել, կարողանանք պահել մեր կյանքի մեջ ու չթույլ տանք, որ որևէ պարագաներ, որևէ իրավիճակներ մեզ նորից ուզենան դրթեն դեպի շտապողականություն, դեպի արագ, որովհետեւ բաներ կա սпасել ուզում։ Պետք է սովորենք սпасել։ Մանավանդ այս դարում, որ fast food-ի դար, այսինքն ամեն ինչ շատ արագ է մարդկանց մեջ ինտերնետային արագությունը, մարդ չի կարող մի փոքր պակասում է սпасելու այդ մի քիչ կամանց աշխատում, դու ուզում ես ավելի արագ, ինտերնետդ կամանց է, ուզում ես ավելի արագ, մեքենադ կամանց է, ուզում ես ավելի արագ, լավ է, բայց սա չպետք է մարդու ներսը տանի դեպի նույն հոգեբանական վիճակին։ Մենք պետք է սովորենք քայլել Աստծո հետ, սпасել, երբ որ պետք է, եւ շարժվել, երբ որ պետք է։ Անապատի դասը Իսրայելի համար սա էր։ Պետք է քայլեն, երբ որ ամպի սյունը շարժվում էր տեղից, եւ պետք է կանգնեն, երբ որ սյունը կանգնում էր։ Սա շատ հատկանշական է, որը մեր այսօրվա օրերի մեջ մեզ սովորեցնում է Սուրբ Հոգով առաջնորդվել եւ Աստծո կամքը կատարել մեր ամեն մեկս մեր աստվածպաշտության մեջ։ Այո, մենք կանչված ենք ազատության եւ մեր ազատությունը չպետք է եղնի մարմնի կներեք թուլությունների ծածկոց, այլ պետք է եղնի Աստծո կամքի կատարում, Աստծո կամքի մեջ շարժվելու պատասխանատվություն եւ իրականություն։ Դրա համար Տերը թող օգնի եւ թող զորացնի ամեն մեկից, որպեսզի ոչ մի անհամբերություն չդրսևորվի, ոչ մի Իսմայելներ չծնվեն ձեր վերջապես մարմնի գործերից եւ ապագայում էլ չհալածեն ձեր վերջապես խոստման ժառանգությանը եւ խոստման որդուն։ Հետաքրքիր է, չէ, երկու երեխեք նույն տան մեջ, բայց այնից սկսեց Իսահակին հալածել ու սկսեց նախատել։ Այն աշճանի, որ Աստված ասավ հանի հետ, աղախնի որդուն տնից նա ոչ մի բաժին չունի խոստման որդու հետ։ Հիշեք, մեր մարմնավոր որևէ գործ ժառանգություն չունի Աստծու խոսքի եւ Աստծուն հնազանդվելու պտուղի մեջ։ Ոչ մի։ Տերը թող օգնի մեզ։ Հաջորդ միտքը, որ այս բաժնի մեջ տեսնում եմ նորից շատ կարևոր եւ հատկանշական, Հովհաննես ավետարան 11-րդ գլուխ 3-րդ խոսքի մեջ Մարթան, Ղազարոսի քույրերը, Մարթան եւ Մարիամը մարդ են ղրկում Հիսուսին, ասելով, որ նրան ում որ դու սիրում ես հիվանդ է։ Ում որ դու սիրում ես հիվանդացել է, արի բժշկի իրան։ Ուրեմն Տեր Հիսուսը որ լսում է հիվանդության մասին, ասում է սա հիվանդության համար չի, սա մահվան համար է։ Ու սա ավելի նրա համար է, որ Աստծո փառքը հայտնի եղնի։ Ու հետաքրքիրը գիտեք ինչն է, այստեղ ինչ եմ տեսնում, որ ժամանակ կա մենք նախանձավոր կարճած ենք Աստծուց աղաղակով, խնդրանքով եւ ժամանակ կա, որ հիմա պետք է մենք նույն նախանձավորությամբ սпасենք, բայց փաստը, երբ որ գալիս է Աստծո կատարման ժամանակը, մեկ էլ հայտնաբերում ենք Ղազարոսի դեպքը որպես օրինակ, որ ուղղակի մահացել է ու մենք տարել թաղել ենք։ Մեր երազանքները, մեր փափագները մեռել են, արդեն էլ արդիական չեն, ու մենք դրանք թաղել ենք։ Բայց ուզում եմ հիշես քուրս ու եղբայրս, որ Տիրոջ առաջ շատ կարևոր է քո ամեն մի արցունք, քո ամեն մի խնդրանք։ Եվ Աստված ունի կարողություն պատասխան տալու քեզ։ Ու նորից ուզում եմ շեշտեմ, նա թվում է թե կուշացնի, բայց հիշի, երբեք չի ուշանա։ Թվում է թե ձգձգվում է, բայց երբեք չի ուշանա։ Դրա համար շարունակի սпасել, շարունակի կարճել, շարունակի սրտիդ մեջ Տիրոջը վստահել։ Եկավ այն ժամանակ, որ արդեն 4 օրվա գերեզման դրած էր։ 4 օրվա։ Գիտես, երբ որ շատ հաճախ գալիս Աստծո պատասխանը, մենք հայտնաբերում ենք, որ էլ առաջվա նման տենց նախանձավոր չենք, այդ ձև հավատքը մեր մեջ էլ չի տենց խոսում, մենք դադարել ենք սпасել, բայց Աստված հավատարիմ է, որովհետև խոստացել է, կանչի ինձ քո նեղության մեջ, ես քեզ կօգնեմ ու դու ինձ կփառավորես։
Ոչ մի բանի համար հոգ մի անի, հապա ամեն բանի մեջ աղոթքով, աղաչանքով քո խնդրանք Աստծուն հայտնի արա։ Վստահի Տիրոջը։ Աստծո կամքի բարձրացրած աղոթքը Աստծուն լսելի է, Աստված հաշվի առել, տեսել է ու նա անպայման պատասխանելու է։ Քաջ եղի, խնդրում եմ քեզ։ Չթույլ տաս, որպեսզի Մարիամի նման ու Մարթայի նման քո խնդրանքը մեռնի, քո աղաչանքը ու քո բարեխոսությունը շարունակի վստահել, շարունակի աղաղակել, շարունակի կանգնել Տիրոջ առաջ։ Ես եթե թույլ տաս կներես ես մտքի վրա մի միտքել եմ ուզում ներսս եկավ ուզում եմ անպայման արտահայտվեմ մեր ժամանակները եւ Աստծո ժամանակները շատ տարբեր են մի ձևով մենք կարծում ենք թե Աստված ուշանում է մեր ժամանակի մեջ բայց Աստված մեր ժամանակի մեջ չի տեղավորվում նա ուզում է մեզ իր ժամանակի մեջ տեղավորել ժամանակից դուրս այո Եվ սա մենք պետք է այդ համբերությունը մեզ սովորեցնում է մի ձևով, որ հասկանանք Աստծո ժամանակները, Աստծո շարժը, Աստծո ռիթմը, սա շատ կարևոր բան է, հասուն քրիստոնյայի համար։ Սա է ուզում ասել Արսեն ջան։ 100%։ Օրինակ, վառ օրինակ, եթե նայենք Սուրբ գրքի մեջ ուշացված պատասխանի մեծությունը, Զաքարյան մեկ էլ Եղիսաբեթը երկուսն էլ աստվածապաշտ, երկուսն էլ նվիրված Տիրոջը, երկուսն էլ իրանց ամուսնական կյանքի մեջ աղոթքներ արած իրար համար եւ խնդրանք Աստծուն, բայց երբ որ եկավ պատասխանի ժամանակը, չգիտես ինչի դրսևորվեց մի ձևի անվստահություն ու անհավատություն։ Հասկանում ես, ահա որդիկ ունենաս ու զարմանքով Միթե 100 տարեկանից կարա եղնի դե միթե ժամանակին նայելով չէ հա այլի ես կինս արդեն օր մեծություն միթե վիճակի կեղնի հասկանում ես ու հրեշտակը պետք է ասի որ Աստծո մոտ անկարելի ոչ մի բան չկա ամեն բան ու ուտես ծնվում է մեկը որի անունն է Հովանես Մկրտիչ որի մասին Տեր Հիսուս ասում է կանանց ծնվածների մեջ նրանից մեծ մեկը չի ծնվել Այդ կարգի մեծ պատասխան Աստծուց ու մեկը ով պետքա ճանապարհ պատրաստեր Տիրոջ համար մեկը ով պետքա լիներ Տիրոջ ձայնը անապատի մեջ այսի մեծ բան Աբրահամ ջան դա մոր ուզում եմ մեր լսարանի մեջ եղող բոլոր մեր հետևորդներին ու քուրեր աղբերներին ովքեր որ նայում են լսում են քաջալերեմ ու խնդրեմ երբ որ քո աղոթքի պատասխանը թվում է թե ուշանում է շարունակի սպասել Շարունակի սպասել Տերը հավատարիմ է, Տերը խոստացել է, Տերը երբեք իրան հուսացողին ամոթով չի անի։ Աստծո պատասխանը ուշացած խոսում է մեծության մասին։ Ինչքան թվում է թե ուշանում է, այդքան հավատա որ շատ մեծ է Աստծո պատասխանը։ Ամեն։ Թող Տեր Աստված օրհնի, թող Տեր Աստված զորացնի ու պահի։ Օրինակ հաջորդ միտքը, որ իմ մոտ նշել եմ, սպասի Տիրոջը։ Սպասի Տիրոջը եւ սպասելու ընթացքի մեջ բոլորիս պարտքն է զգուշանանք այն բաներից, որի մասին Սուրբ Գիրքը բոլորիս զգուշացնում է։ Եվ բոլորիս զգուշացնում օրինակ Տիտոսի նամակի մեջ երկրորդ գլուխ 11 խոսքից Պողոս Արաքյալ ասում է, քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևաց։ Նա մեզ խրատում է, որպեսզի ամբարշտությունը, աշխարհային ցանկությունը ուրանանք, զգաստությունով, արդարությունով, բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ։ 13 խոսքը։ Ու սպասենք այն երջանիկ հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնվելուն։ Նա իր անձը մեզ համար տվեց։ Որպեսզի ամեն անօրենությունից ազատի, մաքրի, իրեն սեփական ժողովուրդ անի, բարի գործերի նախանձախնդիր։ Ես ուզում եմ խնդրեմ ստեղ ամեն մեկից գնահատել Աստծո շնորհքը եւ զգուշ մնալ սպասման ընթացքի մեջ արդեն սենց ասեմ սենց пассив դիր գրաված անտարբերությունից Հասկանում ես, մարդիկ այսօր բերանացի ուզում են ասեն, այո, մենք էլ հավատում ենք Աստծո շնորհքին, մենք էլ հավատում ենք Աստծո մեծությանը, բայց նայում ես իրանց գործերին, անօրենության մեջ են, նայում ես իրանց գործերին, բացարձակ աստվածպաշտություն չկա, բացարձակ զգաստություն չկա, բացարձակ արդարության գործեր չկա ու այս մարդկանց կյանքի մեջ բացակայում է Աստծուն, Տիրոջը սпасելու այս երջանիկ հույսը։ Սեներ մենք աշխարհի մեջ ենք, բայց աշխարհինը չենք։
Մենք աշխարհի մեջ ենք, բայց աշխարհին չենք պատկանում։ Մենք պատկանում ենք Հիսուսին, ով մեզ համար գին է վճարել, ով մեզ համար իր պատվական արունն է թափել, որպեսզի մեզ փրկի եւ իր առաջ եւ իրեն համար ժառանգություն ունենա։ Դրա համար խնդրում եմ բոլորիդ գնահատեք Աստծո շնորհքը, նա փրկարար է, նա մարդասեր է, նա հայտնվել է ամեն մեկից, որպեսզի մեզ զորացնի, մեզ ուժ տա, մեզ կարողություն տա, որպեսզի կարողանանք ուրանանք։ Հիշեք, ասում նա խրատում է մեզ, որպեսզի մենք ամեն ամբարշտություն, աշխարհային ցանկությունը ուրանանք զգաստությունով, արդարությունով, բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ եւ ապրելով սպասենք։ Մի օր հնչելու ազդարության հրամանը, մի օր գալու է Տիրոջ հրամանը եւ հրեշտակապետի փողի ձայնը եւ նրանք ովքեր որ արթուն են պիտի ասեն ահա ես Տեր, ալելույա, ահա ես Տեր։ Այդ օրը շատ մոտ ասեմ ձեզ, մենք այսօր ավելի քան երբեք մոտ ենք այդ օրվան, մենք այսօր ավելի քան մոտեցել ենք այդ օրվան։ Դրա համար կոչ եմ անում քեզ, թող երկրորդական ամեն ինչ ուշադրությունը դարձրա Տիրոջ վրա, վերականգնի քո առաջի սերը, վերականգնի քո առաջի նախանձավորությունն ու նվիրվածությունը, վերականգնի սրտիդ մեջ Աստծո հանդեպ ունեցած այդ կրակը, փափագը, ձգտումը, ու թող Տեր Աստված իր շնորհքի առատ մեծությամբ եւ ճոխությամբ քո կյանքը լցնի իր երկնային բարիքներով, օրհնություններով ու ապահովություններով։ Ամեն, ամեն։ Տերը օրհնի ձեզ, Տերը պահի ձեզ։ Այսօր պատրաստել է այսքան Աբրահամ ջան, եթե հարցեր կա անդրադառնանք։ Շատ հրաշալի թեմա է եւ շատ կարեւոր, ես ասեմ, ինչ հաջողությունների էլ որ հասնենք մեր հոգեվոր կյանքի մեջ, եթե մի օր կորցնենք մեր սպասումի այդ արժեքը հոգեվոր, սա դառնում է 0, այսինքն կորցնում է իր արժեքը, պատկերացնում ես։ Դա մի բան է, որ միշտ պետք է մեր մեջ հաստատ մնա։ Օրինակ, սպասող մարդու կերպարը շատ հետաքրքիր է։ Բոլորս էլ ունեցել ենք այդ սպասելու մի հատ բարձր բան կա, որ սենց ինչ էլ անում ես, բայց ինչ-որ բան ես սպասում, հա։ Լավ լուր, չգիտեմ, վերջը, ինչ-որ մի բան սպասում ես փափագով, կարոտով, եւ դա միշտ քո մեջ քեզ ձիգ է պահում, սենց ասած։ Օրինակ, դու շատ լավ բան ասեցիր, ուշադրություն բառը, այսինքն սպասում իր մեջ ունի նաև ուշադրություն, կենտրոնացում։ Դու կարաս աշխատես, կարաս գործես, կարաս հաղորդակցվես, վերջապես, ուր որ գնաս, ինչ որ անես, բայց քո մեջ մի հատ կարևոր հանգամանք կա, ուշադրությունը ուրիշ բանի վրա է, որովհետև դու ինչ-որ բան ես սպասում։ Սա շատ կարևոր է։ Իմիջայլոց սպասել էլ կա երբեմն, հա, սենց երկրորդական։ Իմիջայլ, դե լավ կլինի որ կա, սպասում ենք, հա, բայց մենք մեր ձևով։ Բայց կա սպասում, որը վեր ամեն ինչից։ Կարծում ես, որ այս տեսակ սպասումի մասին է խոսքը։ Քո մեջ դա ճրագի պես միշտ վառում է։ Դու դրա շուրջը պատտվում ես։ Պատկերացրա քո սիրելին, քո կողջ գնացել է հեռուտեղ ու խոստացել է վերադառնա։ Հա։ Ու իր վերադառնալու ժամանակը մի քիչ չգիտես ինչի ձգձգվում է։ Ասենք ասած օրը չի գալի, բայց մի քիչ ձգձգվում է, ու դու ինչ սենց սրտի տարապով անհանգիստ ես, չէ՞, տագնապներ։ Ավելի ուշադիր, ավելի ուշքու միտքդ իրան, նույն ձև Տիրոջ հարսը պետքա սպասի Տիրոջը։ Նույն ձև Տիրոջ աշակերտներն ու ժառանգությունը պետքա սպասի փափագով այդ օրվան, որովհետև հարցերի լուծումը միայն իր ձեռքերի մեջ է։ Հիշեք սերներ ջան։ Արսեն, այդ սպասումը շատ հարցեր է լուծում այս չար աշխարհի մեջ։ Օրինակ, սպասող մարդը ժամանակ չունի ավելնորդ բաներով զբաղվելու։ Ապրես 100%, շատ կենտրոնացած բաների հետ հույս կապի, ունայն բաների վրա հույս դնի։ Քավլիցի ապե, բայց դա մեր Նաջիգյար ջան, մենք կներես ավելի թանկ ու կարևոր բանի մասին ենք խոսում ու թանկ ու կարևոր անձնավորության ենք սպասում, որը պետքա գա ու իր գալով ամեն բան դնելու է իր տեղը, ամեն բան։ Ամեն ծունկ պետքա ծրվի, ամեն լեզու պետքա Տեր դավալ։ Երանի նրանց, որոնք ծունկ կծռեն որպես իրանց փրկչի, իրանց Տիրոջ առաջ։ Վայ նրանց, որ ծունկ ծռեցին որպես իրանց արդարադատ դատավորի առաջ։ Բրծում չկա։ Մի հարց էլ ունեմ, Արսեն եղբայր։
Համբերության մասին, համբերություն եւ սпасել նույն համարժեք բառերն են։ Համբերությունը մենք օրինակ չենք կարող ասենք համբերի, օրինակ մարդը ունի իր համբերության չափաբաժինը, օրինակ մենք sense հարտահայտություն ունենք, ասում ենք օրինակ իմ համբերության բաժակը լցվեց, հա, sense նախ հարցը որքան մեծ այդ բաժակը ինչ չափի բաժակը նախ երկրորդը արդյոք Աստծո ուզածը մեր մարդկային կարողության սահմանների մեջ համբերելն է թե ավելին քան որ մարդը կարող է այսինքն կարող ենք ասել որ այդ համբերությունը որի մասին խոսում է ավետարանը դա մարդկային չափանիշների մեջի համբերությունը չի օրինակ Պողոս ասում էր 7 անգամ որ ներեմ իմ եղբորը, այսինքն սա մի հատ մեծ չափաբաժին էր հрьяաների համար։ Եթե կարանար 7 անգամ ներեր, ուրեմն ինքը շատ լավն էր։ Եվ Հիսուսի պատասխանը գերբնական էր։ Այս սա 70 անգամ 7։ Գիտես իմ խորը համոզմունքն է, որ համբերությունը ու ամեն մեկի կյանքի մեջ դա լինելը կարևորագույն փաստը աստվածպաշտության եւ ոչ մի դեպքում խորհուրդ չեմ տա որ մարդ աղոթի որ Տեր ինձ համբերություն տուր որովհետեւ այս դեպքում դու ինքդ քո վրա բաներ ես բացելու որ քեզ ուղակի ստիպելու են որ դու սովորես սրա փոխարեն ճանաչող Տիրոջը եւ Աստծո շնորհքի գերազանց մեծությունը ես ավելի խորհուրդ կտամ որ խնդրեմ Տեր դուր շնորհ կարող լինեմ համբերել դուր շնորհ կարող լինեմ խնդրում եմ քեզ իմ կախվածությունը քեզանից է եւ իմ խորը գիտակցությունը որ առանց քո միջամտության ու օգնության ես չեմ կարա ի շնորհքը ոչ միայն Աստծո ձրի պարգևը շնորհքը սա Աստծո ներգործությունն է Աստծո կարողությունն է որ գալիս է մեր կյանքը եւ մեզ տալիս է կարողություն անելու այս կամ այն բանը Պողոս Առաքյալի պես մեկը ասում է ոչ թե ես հապա Աստծո շնորհքը ու նրա շնորհքը իմ մեջ անպտուղ չի եղել ամենքից շատ աշխատել եմ ամենքից շատ հալածվել եմ ամենքից բայց ոչ թե ես այլ Աստծո շնորհքը շնորհքը կարողություն է ես ուզում եմ այս ձև ասեմ կարողություն որ քեզ տալիս է այդ հնարավորությունը կարողանաս համբերել կարողանաս վստահել Տիրո եւ վերջին աս ախպերս Կներես ընդհատեցի քեզ Չէ, no problem, ասա Հռոմեացիս 5-րդ գլխի մեջ շատ գեղեցիկ է նկարագրում ինչպես է համբերությունը ձևավորվում մարդու մեջ ասում է շատ տարօրինակ բան ասում աշխարհի համար ասում է երբ որ նեղության մեջ եք բարձեցեք ուրախ եղեք որտեղ հենց դրա մեջ է որ սկսում է համբերություն ձևավորվել ձեր մեջ նեղությունը ձեր մեջ ձևավորում է փորձառությունը հույս եւ հույսը ամոթով չի թողա որովհետեւ Աստծո սերը մեր սրտերի մեջ փռված է Սուրբ Հոգով նորից ապրես նորից փորձությունը բերում է փորձառություն ստեղ հերթականություն համբերություն այլ խոսքով ասած այն Աստվածը ով ինձ օգնել է երեք ոչ մի խնդրեմ չունի օգնելու այսօր Այն Աստվածը ով ինձ միջամտեց երեք ոչ մի խնդրեմ չունի միջամտելու այսօր որովհետև նա անփոփոխ Աստված է ասեմ ավելին եթե Աստված իր վեհապարության ու իր մեծության մեջ կամեցել է որ որևէ իր բնության մի մասը մեզ բացի մենք մի ամբողջ հավիտենություն պետք է հիշենք Աստված անփոփոխ է նա սիրող է Նա զոհաբերողը, նա հասնողը, նա շնորհքով ապահովողը եւ նա ամեն մեկիս համար ամեն ինչ արել է։ Կանչի ինձ քո նեղության մեջ, քեզ կօգնեմ ու դու ինձ կփառավորես։ Ամեն։ Դա բոլորիս վերաբերող խոստում Աբրահամ ջան։ Արսեղպես շատ շնորհակալ ենք այս հրաշալի եւ շատ կարեւոր թեմայի համար։ Գուցե ինչ-որ մեկ արթնացել էր այսօր եւ ասեց Համբերությանս բաժակը լցվեց գնամ իմ ձևով այդ հարցը լուծեմ այսօր այս խոսքը մեզ ուշ տվեց Յա վերասենք որ ժողովրդի արձագանքը այս հարթակի մեջ շատ կարևոր է եւ թող թե գրեն որովհետեւ թե Աբրահամ եղբայրը թե ես իմ կողմից պարտավորվում ենք որ ձեր հարցերին թե պատասխանենք թե մեր լավագույն խրատներով ձեզ հասնենք նորից խնդրանք ոչ միայն լսեք լսելու համար ձեր էջերի մեջ կիսեք առիթ տվեք ձեր ընկերներին տեսնելու եւ իրանց հարթակների
մեջ էլ նույնպես բաժնեկցելու ուրիշների հետ։ Ամեն, Սերեջ ջան, ամեն։ Տերը օրհնի ձեզ, Տերը պահի ձեզ։ Թող Աստծո սերը շնորհքը առատանա բոլորի կյանքի մեջ։ Աբրահամ ջան, մերսի քեզանից այս լավ հնարավորության համար։ Ես եմ շնորհակալ Արսեն ջան եւ քո աղոթքով ավարտենք եթերը։ Երկնավոր հայր, շնորհակալ եմ այս պահի հնարավորության համար, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով բարձրացնում եմ քեզ փառք, պատիվ, գոհություն, օրհնություն ու մեծություն։ Անունդ փառավորվի մեծ արժի Աստված, իմ խնդրում եմ քեզ քո առաջ շնորհքի ճոխությամբ մեր ամեն մեկի կյանքը ներգործի, խնդրում եմ քեզ տուր մեզ ուժ կարողություն, որպեսզի կարողանանք մեր աստվածպաշտության մեջ լիովին վստահել, լիովին Աստված իմ ապավինել քեզ եւ այն պահը, երբ որ պետքա սпасենք, որտեղ պետքա շարժվենք, սովորենք գործենք քեզ հետ ոտի Տեր, քո ժամանակի մեջ, փառք քեզ, պատիվ քեզ, մեծություն քեզ։ Օրհնի եղբորս իր տունը, երեխեքին, թորներին Աստված իմ, օրհնի այսօրվա ծառայության մեջ եղող բոլոր նրանց, ովքեր հետևում են, թող քո ձեռքը դիպչի ամեն մեկին, քո շնորհքդ հասնի ամեն մեկին, ու թող քո փառավորված սուրբ պատվական անունը փառավորվի մեզնից ամեն մեկի կյանքի մեջ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք ես Տեր։ Փառք Տիրոջը, ուրախ ենք։ Եվ այսօր նորից Տերը նորոգեց մեր մեջ այս կարևոր խոսքը սովորել համբերել եւ համբերելու համար համբերել։ Սպասել համբերելով, այո։ Սպասել համբերելով։ Եվ ամեն բան լավ կլինի։ Տեր օրհնի, նորից Արսեն եղբայր, օրհնված հաջողված եւ պատխաբեր եղեք, մենք նորից առաջ Աստված կհանդիպենք հետագայում։ Սելի բարեկամներ, այո, սելի բարեկամներ, այսպեսին է մեր եթերը այսօր, իսկ առաջ Աստված մենք կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրանաթա, Տերը շուտով գալու է։